Հավատում եք, որ այլևս պատերազմ չի լինելու եւ ձեր կարծիքով արդյոք Նիկոլ Փաշինյանը կարող է բերել խաղաղություն։ Նման երաշխիք որևէ մեկը չի կարող տալ։ Այսօր որևէ երկիր երաշխավորված չէ պատերազմից։ Ընդդեմ մինչև Շվայցարիայի նման երկիրը կարող է չլինի պատերազմ, բայց արևի վրա չի կարելի հույսել։ Ոչ թե Թրամփի վրա։ Չի ելնի։ Ինչ խաղաղություն եկավ, ինչ բերեց։ Խաղաղությունն էր բերածը։ Ես ծանոթ եմ գրեթե 85 խաղաղության պայմանագրերի ամբողջ աշխարհում միջազգային մակարդակով եւ շատ հարգելի մարդկանց ստորագրությամբ եւ շատ մեծ ստատուս ունեցող նույնիսկ միջուկային երկրների խաղաղություն բառը ահավոր չարչերկված եւ շատ վտանգավոր բառ է։ Բոլորը միամտորեն ասում են խաղաղություն, չի եղել այդպիսի հայտարարված խաղաղություն, որ դրան անմիջապես չհաջորդի պատերազմ։ Միանշանակ է դա։ Չեմ կրնա ասեմ, ինքը փոքր մարդ է, ինքը չի կրնա խաղաղություն։ Խաղաղություն պետք է բերել։ Как минимум Թրամփը, Պուտինը եւ բանը։ Չինաստանը, Սի Ցզինպինը։ Եթե դիրեկը ուզեցա խաղաղություն գերի։ Ձևական խաղաղությունը ում է պետք։ Իհարկե ոչ, Փաշինյանը չի կարող, պատերազմը անսպասելի է, կարող է լինել։ Մեր բավական հողը հայը պետք է պաշտպանի, չգիտեմ, պետք է տեր կանի իր հողին։ Կսեն, ես ստորագրել եմ, ստորագրությունը ցույց կտան ժողովրդին հավատացնելը պետք չէ։ Հավատա Նիկոլին է вообще տանել չեմ կրնա, այդի կսա։ Ես չեմ հավատում պատերազմ անպայման կլինի, բայց մեզ մի հատ լավ ղեկավար է։ Նախ պիտի ասեմ, քանի հայ ժողովուրդը ոտքի վրա է, ու քանի իր հարևանը Թուրքիան է, պատերազմը չի ավարտվել։ Պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ որ հայը կհաղթի։ Ձեր կարծիքով Հայաստանում խաղաղություն կլինի եւ կարող է արդյոք Նիկոլ Փաշինյանը խաղաղություն բերել։ Չեմ կարող ասեմ, դա արդեն դժվար հարց է։ Խաղաղությունը ստվում է կախված է մեր պետության պաշտպանողականությունից։ Եթե մեր պետությունը ունենա ուժեղ պաշտպանություն, բանակցողները ավելի համարձակ կլինեն։ Իսկ հակառակ կողմը ավելի զիջող կլինի։ Նիկոլ Փաշինյանը երբեք էլ խաղաղություն չի բերի։ Նիկոլ Փաշինյանը մեր Հայաստան աշխարհը սրբապղծության տարավ։ Ադրբեջանի ձեռքին է մեր ամբողջ պատմական Հայաստանը, Ղարաբաղը, ամբողջը։ Ինչի մասին է խոսքը։ Չի բերեմ։ Չի բերեմ։ Ես մի քիչ կասկածում եմ, բայց մեծ հույս ունեմ, որ կլինի։ Ոչ թե Նիկոլ, հատկապես Նիկոլ Փաշինյանը, այլ մեր ժողովուրդը։ Ոչ, հնարավոր չէ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը մեզ դեպի կործանում է տանում։ Այդ արդեն չեմ կարող ասեմ, որովհետև քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Այս քաղաքականության մեջ չկա։ Մենակ իր քայլերից ճոգում է, որ մտա որ պատրաստ չի, ինքը ծրագիր չունի։ Ճիշտն ասած, երևի չէ։ Չի կարող։ Դժվար հարց եք տալիս։ Մենք շատ մեծ կորուստներ ունեցանք։ Սպիտակից 43 երիտասարդ տղաներ զոհվեցին հանուն, ինչի համար հանուն, մեր ազատության, մեր անկախության, մեր լավ ապրելու համար։ Մենք մեծ պարտություն կրեցինք եւ մեծ հիասթափություն ապրեցինք։ Չէ։ Չի կարող։ Միանշանակ չի կարող։ Ինչի։ Քիչ է ինքը մենակ։ Ինչ է հարկավոր այդ խաղաղության համար։ Ժողովուրդ։ Ժողովուրդապես զենքը ձեռին ուժեղ։ Խաղաղությունը գիտես ինչքան Նիկոլի միշին չէ, ես ոչ թե Նիկոլի պաշտպանել եմ։ Նիկոլի խաթեր, այստեղ ես 60 տարեկան տղաս, ես պարգև ճանապարհ եմ խաղի։ Ու սխալ եմ արել։ Շատ եմ սխալ արել։ Հավատացել եմ ասեմ գեղեցիկ խոսքերի։ Նման շատերը։ Հավատում եք, որ պատերազմ այլևս չի լինելու։ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը կարող է խաղաղություն բերել։ Ես չեմ հավատում։ Դրան չեմ հավատում։ Ճիշտն ասած չգիտեմ, դե եթե դա անընդհատ ի վնաս մեզ է եղնելու, արդյոք դա խաղաղություն է։
Եթե դա անընդհատ ի վնաս է եղնելու, չեմ կարող ասեմ դա խաղաղություն է, թե ուղղակի համակերպվել։ Պետք է համընդհանուր կարող ուժերի համախմբումը լինի եւ այդ խաղաղությունը ընդհանուրով արվի։ Տարածքներ տալով, երկիրը ծախելով, խաղաղություն գոռալով, հասկացար այ բալամ։ Բայց շատ խիստ կասկածում եմ, որ դա խաղաղության պայմանագիր է, ես չեմ վստահում մեր հակառակորդին։ Ոչ մեկին չեմ հավատում դրանցից, ոչ մեկին ընդհանրապես, ոչ մեկին, իմ ազգը հավատը կորցրել է, շատ վատ բան է դա։ Եթե մարդը հավատը կորցնում է, դա շատ վտանգավոր է։ Ոչ մի խաղաղություն էլ չի եղնելու, դա ուղղակի պատրվանք է իրանց այս իշխանությունը երկարացնելու։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Տարածքները հանձնելով խաղաղություն ալնում, Արցախը հանձնելով խաղաղություն ալնում, 5000-10000 զոհը տալով խաղաղություն ալնում, 2018-ին կկանգնեիք այս ամբողջը կասեիք, այդքան երեխեքն էլ չէին գնա զոհվի, այդ խաղաղությունն էլ ասենք թե կլներ խաղաղություն, իբր թե։ Մեր երկրին ոչ մեկ խաղաղություն չի կարաբերի, դարեր շարունակ մենք պայքարել ենք ամեն ինչի համար, մեր գոյության համար, մեր երկրի համար, մեր հողերի համար, մեր երեխաների, մեր ազգի, մենք միշտ պայքարի մեջ ենք, պատերազմի մեջ, և առանց պատերազմ ոչ մի բան չի լինում։ Չէ, Նիկոլը չի կարա, բայց խաղաղություն կլինի։ Նիկոլից չի կախված, Նիկոլը շատ փոքր մարդ է, որ խաղաղություն բերի Հայաստանին։ Մեծ քաղաքական գործիչներ կար, որ մենք մեզանից չի կախված, ոչ է Նիկոլից։